Պարոն Դանիելյան, այս օրերին Ավստրիայում տեղի է ունենում եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է եկեղեցական լիներ, սակայն վեհափար հայրապետի նկատմամբ կալանք սահմանելուց հետո այն փոխվեց։ Ձեզ համար սպասելի էր, որ ընթացքը այսպիսին կլիներ։ Իմաստնական դիրքորոշումը չեմ կարծում կամ ակնկալիքները հետարկվում են հանրությանը։ Ընդհանուր առմամբ ուղղակի ասեմ, որ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների։ Սպասումները դրական չեն։ Մթնոլորտը թույլ չի տալիս հույս ունենալով, որ համարժեք իրավաչափ դրսևորումներ կլինի, թապես եկեղեցում, մայրաթոռում ցանկացած նախաձեռնության նկատմամբ։ Ուղղակի միամիտ պետք է լինել, հույս ունենալով, որ կգործի ամեն ինչ կգործեն սահմանադրության շրջանակներում, իրավաչափության շրջանակներում։ Սա ակնհայտ է, դեպաբար կարծում եմ իմ սուբյեկտիվ ակնկալիքները թողնենք մի պահ հետագայի համար։ Փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս գալ եւ դրան անմիջապես հաջորդեց փետրվարի 14-ին շաբաթ օրով վեհափար հայրապետի նկատմամբ կալանք սահմանելը։ Սա ինչքանով է իրավաչափ, կխնդրեմ նաեւ ձեր իրավական գնահատականը ներկայացնեք։ Խափանմիջոց է կիրառվել, որը բացառում է իր մասնակցությունը եպիսկոպոսատ ժողովին, բայց չի նշանակում, որ ընդհանրապես բացառվում է, որտեղ ինքը կարող է հեռավոր կարգով մասնակցել եւ երկեդակերինի ոչ այն մասնակցությունը անմիջական, որը կարող է լինել իր ներկա գտնվելու պարագայում, բայց դա արդեն խնդրի այլ կողմ է։ Ես մի առիթ արդեն ասել եմ, որ կաթողիկոսություն արտահանել, տանել, բերել նման արտահայտությունները ոչ մի աղետ չունեն, ոչ միայն իրականության հետ ընդհանրապես, այլև կանոնական իրավունքի է։ Հետևաբար մեկնաբանել կարգի ասենք արտահայտությունները ես իմ խնդիրը չեմ համարում։ Ինչ վերաբերում է արտագնա նիստերին, այդպիսի եղել են միշտ են եղել, մինչև հիմա են եղել, նաև այս վերջի 8 տարվա ընթացքում են եղել։ Դրանից առաջ էլ գոնե ես, եթե ոչ գերագույն հոգևոր խորհրդի անդամի կարգավիճակով, ապա որպես իրավախորհրդատու, եկեղեցու իրավախորհրդատու մշտապես մասնակցել եմ նիստերին, խորհրդատվություն են տրամադրել իրավական հարցերով, պետք է ասեմ, որ մենք արտագնա նիստ ենք ունեցել նաև Արցախում, Միացյալ Նահանգներում 2 անգամ, նաև Ռուսաստանում, այսինքն ասել, որ սա առաջի արտագնա նիստներ ուղղակի տեղակ չեն մարդիկ կամ ուզում են, որ տեղակ չլինեն, դա արդեն ավելի հավանական է։ Եվ քանի որ բնականաբար հայաստանյան ծառայողական սուրբ եկեղեցին միայն հայաստանյան կառույց չի, համասփյուռ կառույց է եւ ներկայացնում է ողջ հայությանը եւ ունի թեմեր, պատրիարքություններ, ըստ այդմ էլ բնականաբար պետք է պարտավոր է, խրախուսելի է նախաձեռնի արտագնանիստներ, որպեսզի կարողանան միջական շփում ունենա տեղերում նաև աջակցություն ցուցաբերեն։ Սա հզոր ուժ է, եթե պետությունը ցանկանում է օգտագործել ազգանվեր նպատակների համազգային շահերի համար, հզոր ուժ է, եթե իսկապես մենք ուզում ենք սփյուռքը միավորել եւ սփյուռքի աջակցությունը տեսնել։ Որտեղ դուք շատ լավ գիտեք, որ ոչ մի դիվանագիտական ծառայություն չի կարող ունենալ այն ազդեցությունը, այն կշիռ, ինչ որ կարող է ունենալ Եվոնի եկեղեցին։ Դիվանագիտական կառույցներ անգամ եթե ունենան ցանկություն, այս բային հրաշքով պատկերացնենք, որ ունեն այդպիսի ցանկություն համախմբելու, միավորելու, իրենք ուղղակի զրկված են այդ հնարավորությունից, որտեղ իրենք չեն կարող օտար երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց հետ համագործակցել այն աստիճանի, որ դա կարող է անել եկեղեցին եւ անում է։ Բայց քանի որ այսօր մենք ավելի շատ ցավոք հենց հիմա ինչպես ձեր հարցերից է բխում, խոսում ենք ոչ թե ողջամիտ համագործակցության, այլ հակամարտության մասին, ինչը ոչ միայն սահմանադրության եւ օրինականության իրանքի գերակայության, այլ ընդհանրապես պարզ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ըստ թեմաներով մենք ցավոք չենք կարողանում հիմա խոսել եւ ինչպես տեսնում եք, սա հնարավորություն է տվել, որպեսզի մենք հիմա նաև ձեր հարցազրույցի շրջանակներում ոչ թե շոշափենք առավել արձիական, առավել մարդկանց իսկապես հուզող հարցեր, այլ հարցեր, որոնք ուղղակի արհեստականորեն դրվել են շրջանառության մեջ, որտեղ կներեք ձեր հարցերը իսկապես կարևոր են, ես չեմ ուզում գնահատական տալ, ցավոք դրանք ձեռք են բերել արձիականություն, բայց այդ ամբողջի հետևում դրված է արհեստականությունը։
Եվ դուք հարկադրված եք, մենք էլ հարկադրված ենք ձեզ պատասխանել, բայց համոզված եղեք, որ եկեղեցին ամուր է իր դիրքերում մնալու, ցավալի է, որ այս ամենը տեղի ունենում եւ եկեղեցուն եւս ստիպում է ինչ-որ մի բա իր հիմնական առաքելությունը թողած զբաղվելու երրորդական, չորրորդական հարցերով, եթե նկատել եք հիմա եկեղեցին ավելի քիչ է ունենում հնարավորություն զբաղվելու հումանիտար խնդիրներով, սոցիալական խնդիրներով, նաեւ մեր համազգային շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու, սա իրողություն է եւ նաեւ եկեղեցին չի ընկրկում նրանից, որ եթե ինքը որևէ միջազգային հարթակում բարձրացնում է համազգային շահեր, ապա թիրախավորվում է ընդունենք ադրբեջանական իշխանության եւ տվյալ դեպքում իրենց հոգեվոր առաջնորդի Փաշիզադեի կողմից եւ վերջի հատկապես այցելությունը այդ գործչի փետրվարի 13-ին Վատիկանում հենց դրա վարվեկայությունն է։ Դուք պատկերացնում եք հոգեվոր առաջնորդը մի երկրի մուսուլմանական ցակում ունեցող, հանդիպում է Վատիկանում եւ ներկայացնում է ոչ թե իրենց համագործակցության խնդիրները, այլ ամբողջ իր գերնպատակն է համարում քուր եկեղեցուն ուղղակի զրպարտելը, կեղծ զրպարտանքներ ներկայացնելը եւ իբրև թե գանգատվել, որ ի տարբերություն իշխանությունների եկեղեցին իբրև թե խոչընդոտում է խաղաղությունը։ Այս փաստարկները բոլորդ էլ լսել եք, գիտեք, որ դրանք խոչընդոտներ չեն, դրանք համազգային շահեր են, ինչին չարադարան, հանրացանիք։